Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին այցելեց Կախեթիում գտնվող պետական նախագծի շահառու Իվրիս Ֆարմ ընկերության Նշի այգիներ։ Դավիթ Սոնղուլաշվիլին կենտրոնացավ երկրում ընկույզի, այդ թվում նուշի արտադրության ներուժի վրա և նշեց, որ կարևոր է հնարավորինս խթանել այդ հնարավորությունների լիարժեք օգտագործումը։ Վերջին տարիներին պետական նախագծերի աջակցությամբ սկսվել է ընկույզի այգիների ինտենսիվ մշակումը։ Վրացական գետնանուշի, նուշի և ընկույզի արտադրությունը աճում է, ինչը նշանակում է, որ ստեղծվում է ավելի ու ավելի շատ վրացական արտադրանք։ Աճում է նաև պահանջարկը միջազգային շուկաներում։ Իսկ այդ ամենը իհարկե արտացոլվում է արտահանման ցուցանիշներում։ Արդյունքում մեր երկրի տնտեսությունն ամրապնդվում է։ Պետությունը ակտիվորեն շարունակում է իրականացնել աջակցող նախագծեր։ Մեր նպատակն է նպաստել ավելի շատ հաստատությունների ստեղծմանը, որը մեր բնակչության բարեկեցության ապահովման հիմքն է, նշել է Դավիթ Սոնղուլաշվիլին։ Իվրիս Ֆարմ ընկերությունը, որը հիմնադրվել է 2022 թվականին, օգտվում է արտոնյալ գյուղատնտեսական վարկերից և կառուցիր ապագան դրամաշնորհային ծրագրերից։ Ընկերությունը կենտրոնացած է ընկույզի մշակաբույսերի արտադրության ժամանակակից մոդելի մշակման վրա։ Այժմ ընկերության Նշի այգիները զբաղեցնում են 350 հեկտար տարածք։